Եղբայրներ քույրեր, Տիրոջ ծառայելը մեծ պատիվ է։ 3 տարի առաջ առողջական վիճակս սրվեց։ Անհասկանալի պատճառներով Մոսկվայում լավ մրսեցի, ռուսական սառը օդով գնացի Հայաստան, արևը տվեց, ալերգիա ձեռք բերեցի։ Հասկացա, որ չեմ կարողանում երգել, քարոզել, որովհետև հազը եւ ձայնային տոնայնության խախտումը այնքան շատ էր, որ ստուդիաներում երգերի տոնայնությունները իջացնում էի։ Պատմում էի Վարդան եղբորն, ասում եմ աղոտ քարեցի, ասի Տեր ջան, համաձայն եմ։ Հովովությանն էլ երգ, ինչ կա կթողնեմ, մենակ չհազամ, անտանելի էր։ Ասի առողջություն տու քեզ ծառայեմ, տես մի միտք եկավ։ Ես տենց վախենում եմ ասեմ, Սուրբ Հոգին ասեց։ Ասում եմ ինձ լատես միտքս պայծառացավ։ Մի անգամից եթե լավ բան է, մարդիկ հասկանում են, որ դա Տերն է, թե չէ խելքից դուրս բան էին, ասում են Տերն ասեց։ Հիմա միտքս պայծառացավ, ասեց միտքս, մտքիս միջոցով, այն տվածս ինչ ես արել, որ նորն ես ուզում։ Այսինքն մինչև այդ քեզ կոտորել ես իս ծառայելով, հիմա էլ եկե, տենց հավելյալ ուզում ես, ես հասկացա, որ լավ չեմ ծառայել։ Սրտանց չեմ ծառայել, ամբողջական չեմ ծառայել, ու եթե ես ուզում եմ ավելին, ես պիտի ցույց տամ, որ ես ավելի կարիքն ունեմ։ Եթե սահմանափակվել եմ, բավարարվել եմ ու զգացել եմ, որ լավ եմ ծառայում, տարիներ շարունակ երազ էի տեսնում, որից տանում են զինվորական ծառայության։ Անընդհատ այդ երազը տեսնում եմ, այդ կաշմարների մեջ արթնանում եմ, հետո ասում եմ, բայց ես բիլետ ունեմ, էլի, այդ թուղթ ունեմ, ես վերջացրել եմ, երազից մեջ եմ պատասխանում իս տանողներին, հա, պատես պատմում ենք, ծիծաղում ենք, մեկ էլ մի օր կինս, ասեմ ձեզ, մեկ Սուրբ Հոգին քույրիկներն էլ օգտագործում։ Կինս ասես կարող այդ երազը, որ շարունակ տեսնում ես, Տեր ուզում ասի, որ իրան լավ չես ծառայում։ Մի անգամից երազից մեկնությունը, մի անգամից, էլ ինձ պետք չէր։ Իրա մոտ չասեցի, որ ամեն քուր Տերը օրհնի բան։ Ասի կմտածեմ, բայց իմ ներսում գիտեմ, որ Տերն է։ Ու այդ օրվանից մինչև այսօր այդ երազը չեմ տեսել։ Մի օր էլ տենց երազ տեսա, որ գնում եմ Երևան տնային խմբակ ունենք, միշտ գազելով գնում էի ծառայության, հետ էի գալի, տելեֆոնով փաթաթում էի գիրքս, երազ եմ տեսնում, որ գիրքս մնաց գազելի մեջ։ Իշտում եմ, հետո ասում եմ, վա, ես առանց գիրք ո՞ս պետք է գնամ ծառայության, վազում եմ այդ գազելի հետևից ու չեմ հասնում։ Դուրս եկա, երջանկայի շատակ իմ հովիվը հայրս կար, ծառի տակ կանգնած էին եղբայրները, մոտեցա, ասի մի հատ տենց հետաքրքիր երազ եմ տեսել, սենց վիսյոլի դեմքով էլ պատմում եմ։ Ասին ու ինչ կա էլի տենց ուրախացրեք ես։ Ասացի գիրքս մնացել էր գազելի մեջ, վազում չէի հասնում, տեսնես ինչ է սրա խորհուրդը։ Մեկ էլ հայրս նայեց, Սամել հովիվներ, ասաց գիտես ինչ է այդ նշանակում, ասեցի ինչ։ Ասեց այնքան ես տարվել բրոշուրներով, որ Աստվածաշունչ չես կարդում։ Ու այդ ժամանակ ես ավելի շատ բրոշուրներ էի կարդում, քան Աստվածաշունչ։ Էլ ինձ պետք չէ մի հատ քննենք հոգիները, մի անգամից ասեցի ինքնա։ Ասածիս իմաստը գիտեք որն է, Աստված տարբեր կերպերով խոսում է մեզ հետ, տարբեր կերպերով։ Մենք երբեմն մեր ուզած ձևով որ չի խոսում, ասում ենք հաստատ Տերը չի։ Դուք տեսել եք օրինակ որ քարոզներ եք լսում, Պողոսը կույրի աշկերը բացեց, Պետրոսը կաղի ոտքերը բժշկեց, բոլոր իրենց տեսնում են Պողոս, բոլոր իրենց զգում են Պետրոս, այդ ամենից բանսած զգում ես էլի ոգևորվել են, ասում են Հուդան դավաճանեց, ամեն չկա, Անանիա Սափիրյան տենց չկա, դետես բան ոնց կարա մեր մեջ լինի, մենք Դավիթ ենք, ամենավատագույն դեպքում Սամսոն մինչև ծռվել է, այտենց հա, բայց այն ոնց կարա մեր մեջ այտենց տեսակը լինի, մենք ինչ որ վատ մտքեր ստանանք, բայց եկեք խոստովանենք, որ դավանենք, չդավանենք, հավատանք, չհավատանք կա։ Ճիշտ չի։ Մի Աստծո մարդ կար ասում էր, ինչքան ուզում եք դավանեք, Աստծո դրած օրինաչափությունները չեք կարող խախտել։ Օրինակ չեք կարող ասել, ամեն բան հնարավոր է հավատացողին թող կովը ձոածի, չի լինի։ Կամ հավը կատ տա, որովհետև Աստծո դրած խոստմունքներն ու օրինաչափությունները մեր հավատքը այդ չափերի մեջ կարող է վերցնել, ինչ որ հնարավոր է ու խստացված է մեզ։ Որովհետև ինքը ի սկզբանե տենց է դրել։ Հիմա Աստված տարբեր կերպերով խոսում է մեզ հետ։ Երազների միջոցով, խոսքի միջոցով, հովվի միջոցով, անգամ ասեցի մեր կնոջ, մեր կողակցի միջոցով, եղանակների միջոցով, Սուրբ գրքում տարբեր օրինակներ ունենք։ Մենք բոլորս համաձայն ենք, որ Աստված խոսում է, բայց լսող կա։ Քանիս ենք լսում, Փառք Տիրոջ աղբերս։ Փառք Տիրոջ, ուրախ եմ, որ ունենք դեռ լսողներ, որովհետև գնալով մարդիկ ավելի պահանջատեր են դառնում։ Աղոթքների մեջ մենք որ աղոթում ենք, դուք տես չեք աղոթում ենք ասենց հրամայականով, թող քո կամքը գա։ Հիսուսի անունով թող Մասիսարը հետ գա։ Այս ծառը գնա այնտեղ, այն լավ սորթը գա ստեղ ու Աստծո խոսքից համարներ ունենք։
Բայց եկեք հավատանք ու հասկանանք մի բան, որ մեր աղոթքի հանձնարարականը, որ Տերը տվել է մեզ, խնդրվածք է, ոչ թե հրամայական։ Մենք Տիրոջ առաջ որ կանգնում ենք, պիտի որքան էլ մեր դիրքը Քրիստոսի հետ երկնավորների մեջ է, եկեք չմոռանանք, որ մենք նաև ծառաներ ու որդիներ ենք, որդիներ, որ ծառայում են հորը ու մեզ պահենք համեստ։ Օրինակ, ես մեկ-մեկ ասում եմ, իմ ժեստիկուլացիայի մեջ հայտնաբերել էի աղոթքի ժամանակ sense բաներ էի անում, գնում գալիս էի, հետո ասի լավ, որ մի հատ նորը հոգի մտնի այս վայրը ու տեսնի աղոթքա ժողովներ ունենք, որ հովը գնում գալիս է sense։ Ես դեմ չեմ, ես տենց ազատ ասի, բայց շինություն կստանա թե չէ։ Օրինակ ինքը կտարվի իմ աղոթքով, թե շարժումներով, sense բաներ եմ անում, ես իմ մտքի մեջ կռիվ եմ անում, այնտեղ դևեր եմ կապում, դևեր եմ հանում, բայց ինքը չգիտի, ինքը չի հասկանում այդ ամեն ինչը։ Գնացել ենք ավետարանչության, երկար սպասված ավետարանչություն է։ Մեր եղբայրներից մեկն է, իմ բանակի ընկերն է, չենք տեսել տարիներ շարունակ, sense հալածում է ինքը իր ընտանիքի անդամներին, առիթ են գտել, որ ասեմ մի հալածի, քո ընկերն է իրանց ծառայողը, այդ մեր եղբայրը ասում է, ախպեր Կիրակի օրը օծությունը որ գալիս է, սուրբ հոգին որ լացվում է յուղը գլխից, հոսում է այստեղ ես նայում է։ Ինչ օծություն, ախպեր, ինչ յուղ, ինչ գլուխ։ Ու ես հիմա ասում եմ ոնց խանգարեմ այս ավետարանչությունը, որովհետև լրիվ հարամ է լինելու էսա։ Գիտեք, նայեք, մենք լավ բան ենք անում, ճիշտ բան ենք ասում, բայց տեղին տերմինաբանությունը, մեր ժեստիկուլացիան նպաստում է ավետարանի տարածմանը, թե ավելի խանգարում։ Չեմ ուզում անենք մի բան, որ կխանգարի Տիրոջ գործին։ Ուզում եմ, որ մենք պարզ հասարակ մեր 5-2 ձուկը բերենք նրա ներկայության մեջ, թե ինքը ոնց կկերակրի, դա ինքը գիտի։ Մեզ ինչ որ ասում է, անպիտան ծառաների նման բերենք նրա առաջ։ Երկար չեմ խոսի, ուզում եմ արագ հիշացնել, լավ, ժամանակը խնայելու համար եկեք այդ տեղերը չկարդամ։ Ոնց Հաղաջան եղբայր ձեզ մոտ։ Կարդամ։ Լավ, կարող է Մարտինի շուտվանից գիրք կարդացած չլի, ամեն օգնեմ։ Ղուկաս 24:13-ից 36 այդ նույն օրը նկատի ունի հարության օրը, այդ նույն օրը նրանցից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմաուս էր, որ Երուսաղեմից 60 ասպարեզի չափ հեռու էր, մոտավորապես հաշվում են 11 կիլոմետր, 2 ժամվա ճանապարհ, թե ոնց են հաշվում 2 ժամում 11 կիլոմետր, չգիտեմ, բայց հաշվարկները այդպեսին է, ասում են։ Նրանք միմյանց հետ խոսում էին այդ բոլոր պատահած բաների մասին, եւ երբ նրանք խոսում ու վիճում էին, ինքը Հիսուսը մոտեցավ ու նրանց հետ գնում էր։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեին։ Եվ նրանց ասաց. այդ ինչ բաներ է, որ քայլերից միմյանց հետ վիճում եք եւ տրտմած եք։ Եվ նրանցից մեկը Կլեոպաս անունով պատասխանեց ու նրան ասեց. դու մենակ ես Երուսաղեմում ապրում եւ չգիտես այդ օրերի այդտեղ պատասների մասին։ Եվ նա ասաց. որ բաները։ Նրանք էլ ասացին Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր, զորավոր գործերով Աստծո եւ ամբողջ ժողովրդի առաջ։ Ինչպես մեր քահանապետներն ու իշխանավորները նրան մահվան դատապարտեցին եւ խաչը հանեցին։ Իսկ մենք հույս ունեինք, թե նա փրկելու է Իսրայելը, բայց այս ամենով հանդերձ այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան։ Սակայն մեր միջից մի քանի կանայք էլ, որ վաղ առավոտյան գերեզման էին գնացել, մեզ զարմացրին։ Նրա մարմինը չգտնելով եկան ու ասացին, որ հրեշտակների են տեսել, որ ասում են, թե նա ողջ է։ Մեզանից ոմանք գերեզման գնացին եւ հենց այնպես գտան, ինչպես որ ասել էին կանայք, բայց նրան չտեսան։ Եվ նա ասաց նրանց. ով անմիտներ եւ թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեներն ասացին, չէ որ Քրիստոսը պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ։ Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից նրանց բացատրում էր այն ամենը, ինչ սուրբ գրքում գրված է իր մասին։ Եվ մոտեցան այն գյուղին, որ գնում էր Հիսուսը ձևացրեց, Տերը ձևացրեց, գիտեմ մի քիչ տենց կրոնական հայացքը, ոնց մեր Տերը չի կարա դες բանի գրացնեմ կարդում։ Տերը ձևացրեց, թե ավելի հեռու տեղ է գնում, եւ նրան ստիպեցին ու նրան ասացին. մեզ հետ մնա, որովհետեւ երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է եւ նա գյուղ մտավ ու նրանց հետ մնաց։ Կա որ մնա։ Եվ երբ նրանք նստած էին սեղան, վերցնելով հաց օրտնես կտրեց տվեց նրանց, եւ նրանց աչքերը բացվեցին ու նրանք ճանաչեցին եւ աներևութացավ նրանցից։ Եվ միմյանց ասացին, չէ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր եւ Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում։ Նույն պահին վեր կացան, վերադարձան Երուսաղեմ, հավաքված գտան մյուսներին եւ իմացան, որ Տերը Կեփասին էլ, Սիմոնին էլ է երևացել։
Նրանք պատմում էին այնինչ եղավ ճանապարհին, թե ինչպես իրենց ճանաչել տվեց հաց կտրելու ժամանակ, եւ երբ նրանք այս խոսում էին, ինքը Հիսուս կանգնեց նրանց մեջ ու ասեց. «Խաղաղություն ձեզ»։ Իսկ 45 խոսքն ասում է հարությունից հետո, շատերն ասում են հարությունից հետո առաջինը Տեր Հիսուսը ինչ արեց, 45 խոսքն ասում է այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան։ Հիսուս Քրիստոսի առաջի այդ ցանկություններից մեկը, հրաշքներից մեկը, որ մեր իմացածը մեր համար դառնա հայտնություն հարությունից հետո։ Գիտեմ, որ պատմությունը շատ քարոզված է, հովիվը ծառայող եղբայրները ավելի մանրամասն ու խորը ձեզ ասել են, բայց եկեք մի պահ խորհրդացենք ու մտածենք այս նյութի շուրջ։ Էմաուս բառը ես նայել եմ նշանակում է տաք ջրեր, տաք աղբյուրներ։ Այդ բառը նշանակում է ոնց որ հանքավանում ունենք, արձականում ունենք, տենց տաք աղբյուրներ կա էլի բնական։ Դե տաք աղբյուրներն էլ գնում են նրանք, ովքեր սառել են, ուզում են տաքանան։ Էմաուսի ճանապարհով երկու հոգի հարության օրը, այդ տոն օրով, այդ ազիզ օրով հետ են գնում, որպեսի տաքանան, հա, գնում էին Էմաուս, այդ տաք ջրեր, այդ քաղաք կամ այդ գյուղ, այդ տարածք։ Եվ նրանք խոսում էին իրար հետ։ Երկու հոգով խոսում են, պատկերացրեք, քայլում են, Կլեոպասն ու մյուսի անունը գրած չի, հավանաբար այն առիթով, որ ամենաակտիվն ու ագրեսիվը այդ պայն այդ եղբայրն էր։ Ինչ եմ ասում ագրեսիվ, որովհետև խոսքը վերածվեց վեճի։ Նրանք ոչ միայն խոսում էին, այլ նաև վիճում էին։ Վեճի վերածվեց խոսակցությունը եւ այնքան էին տարված այդ վեճով, որ Հիսուսը անճանաչելի դեմքով, այսինքն ֆիզիկապես ներկա է, բայց նրանք չեն իմանում, որ դա Տեր Հիսուսն է։ Այնքան են սուզված այդ խոսակցությունների մեջ, խոսում են Հիսուսի մասին, Հիսուսի ներկայությամբ, չեն տեսնում Հիսուսին։ Քայլում են, վիճում են, Տերն ասեց. «Ինչ ա եղել, տղեկ ջան»։ Ասին, ես մեր բառերով ասեմ, ներողություն, ասին ախպեր, դու այս երկրից չես։ Դու տեղյակ չես ինչ ա եղել։ Այս 3 օր դու գիտես ինչ, դու որտեղից ես։ Ասեց ինչ ա եղել, որ տղեկ ջան։ Ու սկսեցին պատմել։ Հետաքրքիր չէ, Հիսուսին պատմում են Հիսուսի մասին, ինքն էլ լսում է, տեսնի, օրինակ ինչ գիտեն իր մասին։ Մենք մի ծեր տատիկ ունենք, 95 տարեկան, եկեղեցին մեր հովվի ժամանակվանից խնամքը վերցրել է իր վրա, պահել ենք, այտենց բան չենք արել, բայց հետո ես ժառանգել եմ այդ հովվական ծառայության հետ միասին տատիկին խնամելը, ուրեմն ինքը ինչ շատ է սիրում, ոչ միայն ինձ, լիքը եղբայրների է սիրում, գնացել ենք այցելության, տենց ուտելիքով ամեն ինչով, ասում եմ ոնց ես, նզգում եմ, էլի մի տեսակ սառնա, լավ ենք, բան, ոնց եք, ասում այն օրը ցերկվից աղբերներ էին եկի, ասում եմ ով էր եկի, ասում ա դե Արտյոմներ եկե, ինձ Արտյոմը ասում, Արտյոմներ եկե, Գարիկներ եկե, ու ինքը չի լսում, ինքը մենակ խոսում է, ականջները ծանր խնդիր ունի, ասում եմ ես Արտյոմն եմ, չի լսում։ Հետո կողքից մեկն ասել, թող տենանք ինչ է ասում քո մասին։ Ասի լավ, թող ասի։ Եկան ասում է, այս բերեցին, ես Արտյոմին ասեցի, որ մեռնեմ, այդ օրը հավաքույթ լինի, հանգարց հավաքույթի իմ պատճառով չեղարկեք, կանեք կվերջացնեք, իմ առիթով էլ 40 հոգի կանչեք։ Իմ արարողությանը բան պատմեց։ Հիմա ասում եմ, ես Արտյոմն եմ, որ լսեց, սկսեց խփել, ասում է, դու ինձ խոսացնում ես, ասում եմ, չէ, հայ տատի ջան, 2 ժամ ասում եմ, ես Արտյոմն եմ, դու Արտյոմի մասին պատմում ես։ Հիմա Տեր Հիսուսը Էմաուսի ճանապարհին գնում է, հայտնվել է նրանց մոտ, իհարկե, անճանաչելի դեմքով, որպես մարդ, որպես հрья մեկ, ասում է, տղեկ ինչ եղել, սրանք էլ ասում են ախպեր, Հիսուսը աշակերտներից են, գիտեք, մի հրաշք մարդ էր։ Մի մարգարե, մի զորավոր գործիչ, Աստծո կողմից ուղարկված, բայց ոչ Տեր։ Ոչ վարդապետ։ Ոչ փրկիչ։ Լավ ախպերա, լավ ընկերա, լավն է, լավ բաներ ասեցին, բայց մի քիչ նեղված ենք այդ լավ ախպորից, որովհետև մենք սպասում ենք, որ ինքը մեր ուզած ձևով պիտի ծառայեր, մեր ուզածը պիտի աներ, բայց շարեց, ասում է, «Էդի քիչ է, այն կնանիք էլ գիտես», ասում է, եկել են, ասում են հարություն առը։ Ասում եմ, մի մասը լավ գնաց են, որ ասում է, զալեկներ չունեմ, հա, ֆեյքացան, սրանք էլ այդ հարության լուրը լսել են, փոխանակ գնաց ստուգեն, ուֆ, ասում է, այս մեր սրտի հետ մեկ էլ այդ ձեր ուրախ լուրներ պակաս, վեր են կացե ու գնում են։ Տեր Հիսուսն եկել է այդտեղ, ասում է, ուր եք գնում։ Դե ասում է, գնում ենք Էմաուս եւ այլ, ու պատկերացնում եք, ճանապարհին դուք վիճում եք, բորբոքված եք, անծանոթ մեկը հայտնվում է, կեսից մտնում է թեմայի մեջ, ու հələ պատկերացրեք, ես ու ինձ ասում է անմիտ։ Դե գիտեք, մեր հայրենում դա հիմարն է։ Հերիք չի մտելա թեմայի մեջ, չի էլ ճանաչում, ոչ էլ իրան են ճանաչում։ Ասում է, դուք անխելք չեք։
ու հետաքրքիր է, որ իրանք զգացին, որ ճիշտ է ասում, որովհետև կռիվ չարեցին։ Ու լսում են, ասում են, բա ինչ ենք, որ խելք ունենայինք Երուսաղեմում կլինեինք։ Հիմա Տերը սկսում է սրանց գրքերը բացատրել։ Գրքերը բացատրեց, ուշադիր լսում են, գնացին, հասան այնտեղը, որտեղ պիտի գնային։ Տեր Հիսուսը ձևացրեց, թե հեռու է գնում, նոր կարդացինք, նստեց, երբ որ հացը կիսեց, այսինքն հենց որ հաղորդություն եղավ, ճանաչողություն եկավ։ Հաղորդության ժամանակ աչքերը բացվեց, Տեր իրան հայտնեց։ Հաղորդակցվելու ժամանակ ենք ճանաչում։ Վեճերի մեջ օգուտ չկա։ Սթից թեմաների մեջ օգուտ չկա։ Դա համար առաքելն ասում էր վեճերից հեռու մնա։ Ասածիս իմաստը սա չի։ Լսեք եղբայրներ, քույրեր։ Մենք ուզում ենք, որ Տերը մեզ հետ խոսի։ Ուզում ենք, ոնց չէ։ Բայց մենք ենք որոշում ոնց խոսի։ Ոչ։ Իսկ կարող է պատահել այնպես, որ հենց այսօր Տերը խոսել է քեզ հետ ու դու գլխի չես ընկել, որ դա Տերն է։ Եվ Տերն հենց է խոսել, որ դու չիմանաս, որ ինքն է, բայց գրքերը քեզ մեկնել է։ Բայց միտեղ էլ հանդիմանել է։ Երկար ժամանակ է այդ անցկացրել, ոնց որ քո սրտով էլ չի, բայց մի տեսակ ուզում ես լսես։ Եղել է տենց, օրինակ հիմա մարդիկ ասում են, ախ, պրծի գնանք տուն, բայց մի տեսակ ամել ուզում ես լսես։ Էսա քո աղոթն է, կպատասխանվի, կվերջացնեմ։ Բայց ասածիս իմաստը ո՞րն է։ Տերը մեզ հետ խոսում է տարբեր կերպերով։ Բայց Տերը այնպես չի խոսում, որ մենք երբեմն հասկանանք, որ դա Տերն է։ Տերը խոսում է Հովի միջոցով։ Տերը խոսում է կնոջ միջոցով։ Խոսում է եղանակների միջոցով, Աստվածաշնչի միջոցով, անգամ ինտերնետային ծառայությունների միջոցով, որ միշտ չի որ օգուտ է տալի, ցավոք սրտի, բայց այդ բռակ տեղից էլ Աստված կարողանում է պիտանի բաներ անի։ Ու ինչ որ օգուտներ տալիս է։ Բայց խոսում է Տերը։ Երբ ենք իմանում, որ Տերը խոսում է։ Օրինակ, հարության լուրի մասին կանայք եկան ու այս տղերքին ասացին, Տերը հարություն է առել։ Եղել է ծառայություններ, որ լավ քարոզ են տալիս, բայց Տերը ձեր հետ չի խոսում։ Ինֆորմացիան լավն է, խոսքը լավն է, բայց անձնական ոչ մի բան չես վերցնում։ Գիտեք ինչի, որովհետև հարության վկան եկել է, պատմում է այն, ինչ ինքն է տեսել, ինչ ինքն է ճաշակել ու փորձում է փոխանցել այդ տպավորությունն ու այդ հավատքը քեզ, որ դու էլ տեսնես։ Բայց դու նայում ես Մարիամին, նայում ես կանանց ու ասում ես, թե լավն է, լավ բան է, ցանկալի է, կուզեինք այսպես լիներ, բայց բան չասեց։ Ու փոխանակ քեզ ավելի մոտեցնի, հեռացնում է։ Մեկ այլ բան է, Հիսուսի մասին քեզ պատմեն մարդիկ։ Մեկ այլ բան է, երբ Հիսուսը հենց ինքն է հայտնվում քեզ ու ինքն է պատմում իր մասին։ Ես Մարիամի նման այսօր կարող եմ քեզ գալ ասել, Հիսուսը հարություն է առել, նա ինձ բժշկել է, նա ինձ օրհնել է։ Կլինեն մարդիկ Պետրոսի նման, որ կարձագանքեն, կգնան, գայտնաբերեն, որ գերեզմանը դատարկ է։ Ու գրված է Պետրոսը տղից տուն գնաց։ Բայց կլինեն մարդիկ, ովքեր այդ լուրը կլսեն, կասեն, դե հա, լավ քարոզ էր, լավ հավաքույթ էր։ Գիտեք, ամենահաջողված ծառայություններն ու ծառայողները ովքեր են եւ որոնք են, որ ծառայությունից հետո ոչ թե քարոզիչին են գովում, ասում են Հիսուսը լավն էր։ Խոսքը լավն էր։ Տերը լավն է։ Հիսուսը բարի է։ Ես ուզում եմ, որ դուք ֆիքսվեք Տեր Հիսուսի վրա։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Աշակերտները գնացին, հայտնաբերեցին, որ Տեր Հիսուսն էր։ Մենք էլ այսօր լսում ենք այս լուրը, ասում ենք Տեր ջան, կարող է այսօր Արտյոմ աղբորի միջոցով, Արտավազդի միջոցով խոսասի մետ, կարող է Աղաջան աղբոր միջոցով, կարող է Վարդան աղբոր միջոցով, կարող է Ավագ եղբոր միջոցով, կարող է կնոջս միջոցով, պետք չի գուշակությունների մեջ ընկնել։ Դու հանգիստ քո կյանքը ապրի։ Դու հանգիստ քո կյանքը ապրի։ Ոնց ենք իմանում, որ մեզ հետ խոսացողը ոչ թե մարդն է, այլ Տերը։ Մարդը խոսում է նրա մասին, բայց կա ժամանակ, երբ նա ինքն է հայտնում եւ հայտնվում անձնապես քեզ։ Երբ Տերը խոսում է մեզ հետ, հանդիմանվում ենք։ Անմիտներ, գրքերը չգիտեք։ Երբ Տերը խոսում է մեզ հետ, գրվածքները սկսում ենք հասկանալ։ Սկսեց Մովսեսից ու բոլոր մարգարեներով մեկնել ու ցույց տալ, թե ով էր Հիսուսը։ Երբ Տերը խոսում է մեզ հետ, ամենակարևոր բանը, ամենակարևորը, մեր հոգին մեր մեջ բորբոքվում է։ Որովհետև աշակերտները երբ վկայեցին, ասեցին, չգիտենք ինչ էր կատարվում, բայց երբ որ ճանապարհին խոսում էր, ամբողջ ընթացքում մեր ներսը բորբոքվում էր։ Սուրբ գրային մի քանի փորձելու տեստային միջոցներ կա։ Ոնց են, ես չեմ ասում սա ամբողջն է, բայց
մի քանի նմուշներ կա, որ ցույց է տալիս, որ Տերը խոսում է ինձ հետ։ Մենք սիրում ենք, որ Տերը գա մեզ գովի, ասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա, այստեղ կավելացնեմ, բոլորը ֆիքսվում են հավատարմության վրա, շատ քչերն են, որ աշխատում են բարության վրա։ Բայց մենք պետք է բարի լինենք։ Բայց շարունակենք խոսքը եւ վերջացնեմ։ Ինչ է լինում, երբ մեր սիրտը ջերմանում է, մենք հետ ենք վերադառնում աշակերտների մոտ, միաբանություն, եկեղեցի, որտեղից որ դուրս ենք եկել։ Ինչ է լինում, երբ ասում են Տերը ինձ հետ խոսել է, բայց Տերը չի խոսել։ Երբ սկսում են հասկանալ գրքերը, հպարտանում են։ Կարծում են այդ հայտնությունը մենակ իրանք ունեն, այդ Հիսուսին ճանապարհին մենակ իրանք են տեսել, ուրիշ ոչ մեկ։ Երբեք չեն միաբանվում մնացածների հետ ընդունելով, որ մենք սխալ էինք, որ թողեցինք ձեզ ու գնացինք։ Մենք հետ ենք եկել, ձեզ ասենք, որ Տերը կենթանի է, Աստված կա, Հիսուսին տեսել ենք։ Երբ Տերը չի խոսում, դու բաժանվում ես։ Քո հանդիպումը, թեկուզ եւ անունը դնում ենք հանդիպում Հիսուսի հետ, թեկուզ եւ դնում ենք անունը հայտնություն Հիսուսից, եթե մենք չենք հանդիմանվում, եթե մենք հայտնությունը ճիշտ ենք ստանում, դրա վառ ապացույցը մեր միասնության եկեղեցու մեջ լինելն է, ոչ թե առանձնանալը։ Տիրոջ հայտնությունը մեզ չի բաժանում, միաբանում է։ Տիրոջ հետ հանդիպումը մեզ չի հպարտացնում ուրիշների վրա, կարծես թե միայն մենք ենք ճանաչել Հիսուսին, երբ վերադառնում ենք եկեղեցի, իմանում ենք, որ Պետրոսն էլ է տեսել Հիսուսին։ Ես գիտեմ, մենակ ես եմ տեսել։ Չեմ հասցնում վկայեմ, որ ես հանդիպել եմ Հիսուսին, մեկ էլ ասում են ախպերս, Պետրոսն էլ է տեսել։ Եվ գիտեք ինչ է կատարվում։ Մեկ էլ որ սկսում ենք խոսել Հիսուսի մասին, միաբանվում ենք։ Մեկ էլ ինքն է հայտնվում։ Ինքն է գալիս եկեղեցի։ Չի մնում քո առանձնացած ժամանակներում, չի մնում քո տանը, թեկուզ քո տանը հանդիպում է քեզ, որ դու վերադառնաս եկեղեցի։ Թեկուզ ճանապարհին ստանում ես հայտնություն, որ դու միաբանվես եկեղեցու հետ։ Եվ գիտես, երբ է նա նորից հայտնվում, երբ բոլորը մեկտեղ հավաքված են։ Ու գիտեք ինչ ցեն խոսում, ումից են խոսում, Հիսուսից են խոսում։ Սա է սրտիս խոսքը քեզ, եղբայրս եւ քույրս։ Քո Էմաուսի ճանապարհին, եթե անգամ ես որպես Մարիամ չեմ կարողանում քեզ համոզել, որ Հիսուսը հարություն է առել, ուշադիր եղի։ Երբ մեկը սկսում է քեզ հանդիմանել, երբ սկսում է հոգիդ ջերմանալ, երբ մեջդ փոփոխություններ է գալի, ասում ես, բայց դա առանց եկեղեցու չի լինի, այս հայտնությունը, եթե Աստծուցախի է հարամում կյանքս, ինձ պիտի տանի միաբանի։ Եթե ինձ հետ խոսացողը Տերն է, ինչի՞ է մենակ ինձ երևում, բա մնացածին ինչի՞ չի երևում։ Կա, չէ՞, տես մարդիկ, որ մենակ իրանք են տեսնում Հիսուսին։ Մեծամորում մի երազանքների գիրք ընկած հովիվ կաչ կայացած։ Ասեց, երազիս Աստված եկել էր մեր տուն։ Չէ, երազիս էլ չի, ասում եմ, Աստված գիշերը եկավ մեր տուն։ Ասում եմ, ախպեր, փոքր տարիքից ուզում եմ իրան տենամ։ Կյանքիս մեջ չեմ տեսել։ Այդ Աստված ինձ ձևի էր, ոնց էր, որ եկավ ձեր տուն, մեծ լուր տայր, գայի, ես էլ տենայի։ Իհարկե ես չեմ հավատում նման ֆանտաստիկ, ես հավատում եմ, որ Տերը այցելում է, բայց Աստված իր գայից իջնի գա մի հատ կվարձիր այդ մեծության մեջ։ Լավ, եկավ քեզ ինչ արեց, հանդիպեց ու դու մեզանից ավելի հեռացար։ Լավ, Տերը քեզ հանդիպեց ու ասեց քո բռնած ըմբոստ դիրքը ավելի ճիշտ է։ Ես չգիտեմ լուսորեշտակը ինչ կերպարանքով խի իմաստը որն է, բայց Տիրոջ հետ հանդիպումը միշտ, երբ ասում են Տիրոջից խոսք եմ ստացել, եթե դա իմ Հիսուսն է, նա հանդիմանում է, նա հայտնություն է տալիս գրքերից, խոսքով է, այսինքն այդ հայտնությունը խոսքով հիմնավորվում է։ Երրորդ, քո հոգին քո մեջ բորբոքվում է եւ ամենակարևորներից մեկը, որ դու վերադառնում ես այնտեղ, որտեղից 11 կիլոմետր հեռացել ես։ Ունենում ես ժամանակի կորուստ, ունենում ես հաղորդակցության պակաս, ունենում ես լիքը բան, բայց կարևորը վերջում դու նորից ընդհանուրի հետ ես եւ սրա հետ մեկտեղ Հիսուսն այցելում է ընդհանուրին։ Եկեք մեր հայտնություններով, մեր ծառայություններով, մեր ամեն շնորհներով նպաստենք եկեղեցու մեջ Հիսուսի հայտնությանը։ Հիսուսի հայտնությունը ոչ մեկի սեփականությունը չէ։ Մինչ դու քո Էմաուսում ես, Աստված Երուսաղեմում հանդիպում է մյուսին, Պետրոսին։ Մեզ թվա, որ Աստված մենակ մերն է, մեր Հիսուսը։ Հոգեգարստական ժամանակներում ասում ենք, իմ Սուրբ Հոգին ինձի ասեց, ոնց որ սեփականացրել են։ Այդ նույն Սուրբ Հոգուց ես էլ ունեմ։
դու էլ ունես։ Բայց ո՞նց ենք իմանում, որ նույն Սուրբ Հոգին է։ Եթե նույն Սուրբ Հոգին է, մենք նույն տեղում ենք։ Մենք իրար հետ ենք, նպատակը նույնն է, պաշտամունքը նույնն է, թեման նույնն է, միաբանությունը նույն անձի շուրջ է։ Ամեն։ Ինչ ասեցին աշակերտները Էմաուսում, երբ Հիսուսն ուզում էր գնար։ Ճիշտ է, չէին ճանաչում, որ փրկիչն էր, բայց այնքան դուրեկան էր։ Բաներ կա, չէ՞ որ գլուխ չենք անում, չեն կարողանում բացատրենք, բայց այնքան դուրեկան է, այնքան հաճելի է այդ ապրումը, երգի ժամանակ, խոսքի ժամանակ, ինչ որ մեկի այցելության ժամանակ, մարդիկ կան, որ համ ու հոտ ունեն, չէ՞ որ գալիս են, ոնց որ չուզենաս էլի, որ գնան։ Մարդիկ էլ կան, որ գալիս են, աղոթում ես, թե երբ պիտի գնան։ Չէ, ձեր մոտ տես չի, մեր մոտ տես լինում է։ Ես այդպեսին չլինեմ։ Ասածս որն է։ Գիտեք ինչ էին ասում աշակերտները, ասում էին մնա մեզ հետ։ Մնա մեզ հետ։ Պատկերացնում եք այդ ամբողջ ճանապարհը Տեր Հիսուսը գրքերը մեկներ, դե ասեին դե լավ Տեր Հիսուս կամ եղավ մեծ աղբեր, լավ աղբեր, դե Աստված քո հետ ուր էր գնում, գնա Աստված քո հետ։ Չէ։ Երբ որ հասկանում ես լավ բան է, անուշ բան է, օծություն կա, զորություն կա, անուշ հոգի կա, ասա մնա մեր հետ։ Տար քո տուն, տար քո հացը հետը կիսի, մի ճանապարհի, պահի քո մոտ, երբ որ նա մնա, շատ բաներ կբացվի քեզ, շատ բաներ կփոխվես, շատ բաների մեջ հայտնություն կստանաս։ Եկեք այսօր ուղղակի ասենք Հիսուս, մնա իմ տանը, մնա իմ մեջ, մնա իմ ծառայության մեջ, մնա իմ կյանքի մեջ, Հիսուս քո կարիքն ունեմ,